Որ դուք լակոտի անունը որ տվեցիք, սա վերջերս հայտարարել է, որ մանկապիղծներ կան մեր հոգևորականների մեջ։ Ուրեմն տեսեք, սա գիտի, որ մանկապղծություն կա, իր ասելն է, ես դրանում չեմ կարող որևէ բան ավելացնել, պակասեցնել, բա արա դուք այդ ամբողջ ԿՊ-ով հովանավորում եք, հա, մանկապղծություն։ Ուրեմն դուք գիտեք ու ձեն չեք անում, հա, արա։ Ուրեմն ստացվում է դուք եք, հա, դրանց հովանավորը, դրա համար չեմ բացահայտվում, բա էլ խես է դու միջազգային արտակներից ոռնում, թե սենց բան կա։ Բա իշխանությունը այսօր դու ես, արա, ես չեմ, որ ինձ դիմես, ես էլ բռնեմ կամ չբռնեմ, կամ քո սուտն ու կեղծիքը հերթական անգամ մերկացնեմ, որը վստահ եմ, որ սուտ է, կեղծիք է, բայց նաև եթե այդպես է, ուրեմն դուք հովանավորն եք մանկապղծության իմ երկրում, իմանալով չեք կարողանում դատարանի առաջ, արդարադատության առաջ կանգնեցնել եւ այդ պատիժը սահմանել, որը օրենքով հասնում է, որովհետեւ դուք ամեն ինչում եք տանուլ տվել, որովհետեւ դուք ամեն ինչում եք սուտ, կեղծ, որովհետեւ որևէ տեղ հայկականություն չկա ձեր մեջ, կարող եք գալ ստեղ ծիծաղել, պարել, գնաք այնտեղ ողջ խաղալ, գնաք այնտեղ ասել մեր բարեկամն աստեղ գալ, ասել մեր թշնամին, այդ կապիկությունները նրանք էլ են տեսնում եւ արդեն ձեր վրա չեն զա, մեր վրա են զարմանում, որ ձեր նման գոյանքներին պահում ենք, Էրդողանի յետիմներ ու Սորոսի ճտեր ենք շարունակում ենք։ Իմիջիայլը իրենց անգամ Ալիևը չի խնայում, փոխանակ մի քիչ ձայն չհանի, հանգիստ նստի, իր այս բալեքը նորից ընտրվեն Մնացած Հայաստանն էլ կործանել վերջանա, մենք ժամանակ առ ժամանակ տեսնում եք ինչ ասում, այդ ձեզ ատակում, վերելու եմ 300,000 ադրբեջանցիներ, իհարկե խոսք չկա այդ 800,000 հայերի մասին, որ քշել են, ցեղասպանել են, ձայն չկա։ Գուցե շատ բարդ խնդիր եմ ասում, բայց անլուծելի խնդիրներ չկան։ Նման հայտարարություններ անելու դեպքում, եթե այստեղ առողջ իշխանություն լիներ, մենք այսօր միջազգային, չգիտեմ, հարթակներ օգտագործեմ, կկարողանայինք Բաքվում հաստատվել եւ ադրբեջանցիներին ազատել այդ բռնապետից, ազատել ուղակի եւ ասել, որ տեսեք, նա ձեզ հերթական պատերազմի է տանում, նա էլ գնում է իր միլիոնները, ինչպես տեղի Նիկոլներն են անում, չէ, իրենց համար իրենց փողերն է հետարկում։ Մենք կարող էինք հասնել, այո, Բաքվում եւ ազատագրել ադրբեջանցի ժողովրդին, որոնք այդտենց գալիս են մարդ են, էլի մեռնում են, չգիտեմ ինչ են ելնում, այդտենց հալածյալ ապրում են, որովհետև այնտեղ մի քանիսը որոշել են, այո, իրանց այդ մեծ վայելքների մեջ մնալ, եթե դա ես այդ անասնականությունը վայելք չեմ համարում։ Իմ համար վայելքը հոգևոր դաշտում է, իմ համար վայելքը երբ մի հրաշալի ցուցահանդես է լինում, մի հրաշալի օպերային ներկայացում է լինում, մի հրաշալի գիրք է լինում, այդտեղ կա այդ ոգեղենությունը, թռիչքները, ապրումների անծիրությունը, դա չէ անասնական բաների մեջ ինչ վայելք, դա բնորոշա պուճուր հոգիներին, պստիկ հոգիներին, որոնք ցուցադրաբար ուզում են ասեն, տեսեք մենք ինչ վիճակի մեջ եք, արա, ողորմելի վիճակի մեջ եք, եւ ստեղ եւ այնտեղ իրար արդեն աղբերացել են, իրար պասերով գնում են, այո, ճիշտ եք, սա ուզում է, որ Նիկոլը ստեղ վերարտադրվի իր թիմով, որովհետեւ դեռ ծրագրերը չի ավարտել ինքը Էրդողանը եւ նաեւ մյուսները, գիտեք, ես այնքան էլ հիացած չեմ հիմա այդ ինչա Մակրոն, Մուկրոն, նո ոչ թե անունը տամ այդ Ֆրանսիայի այսօրվա քաղաքականության մեծ է տարվող, ես հիշում եմ ինչպես էին հայտարարում, որ այդ Ֆրանսիան հեսա ճանաչելու է Արցախի անկախությունը, մյուսը, բայց ես նորից հիշեցնեմ, երբ Վաչագանը այդ պատերազմը հենց սկսելուց անմիջապես հետո դիմեց մարտերին գնալու եւ հղումներ արեց մինչև մեկնելը, նույն Ֆրանսիայի ուրեմն այն գործիչներին, ովքեր իբր հայամետ գործիչներ էին, որևէ պատասխան չտվեցին։ Եվ ընդամենը մի պարբերական 3000 եվրո էր ուզել Վաչագանի մի կես էջանոց ուրեմն նյութը տպագրելու համար, հասկանում եք, ինչ այդ նույն Ֆրանսիան, որը իբր Արցախի անկախություն։ Դրանք բոլորն էլ իրենց խնդիրները ունեն եւ ես դա չեմ մեղադրում որևէ մեկին։ Իսկապես չեմ մեղադրում։ Նրանք իրենց դարդուցավն էլ կիշճի։ Եթե մի երկրի գլխին Մակրոնը լինի պրեզիդենտ, բա դա արդեն դարդուցավ է, չէ՞։ Բա իրանք էլ լազիվ իրենց դարդուց կամ հիմա ինչ են, որ ասում են արդեն նարկոտիկներով ապրում է թմրամոլությամբ այդ Ուկրաինայի կլոնը, որը որ տարավ, զոհեց ու շարունակում է, զոհել, բա ուր է ձեր, արա այդ յալանչիներ, ասում եք օրերի հարց, ամիսների հարց է, այսա տեսեք Եվրոպան, արևմուտքը ոնց է Ռուսաստանը տրոհում, փշրում, բան անում, չէ,
Իսկապես ես ոնց է տրոհել, փշրել, ինչ մեղք է կարա։ Հիմա սնուցումը դադարացրել է, այն Թրամփը ձեր սաղի դիմակները պատռեց, ասեց արա այդ մենք էինք փողը տալիս, դրանք հաճում էին այդտեղ մեր օգտին։ Հիմա դադարացրել են փողը տալ, հաճոցները պակասել է, բայց սա շատ խորամանկ է Նիկոլիկ։ Արա ասում ես ժողովրդին կքամեմ, փողերը կվերցնեմ, կտամ ձեզ, որ դուք շարունակեք պայքարել այս ժողովրդի դեմ, այս Հայաստանի դեմ, այս պետության դեմ։ Ես էլ ասում եմ, տենում եք ինչ լավ եմ կլոունի դերը խաղում, փայլում, կարում է չէ շարլատանությամբ, խաբեությամբ, ստով, կեղծիկով, ամեն ինչ առաջ տանել, որևէ մեկը այդպես չի ներկացրել Նիկոլ Փաշինյանին, ինչպես Փաշինյան Նիկոլը Նիկոլ Փաշինյանին, այսինքն հին Նիկոլ եւ նոր Նիկոլ, տեսեք ոնց են թքում իրար երեսի, որևէ մեկը նման բան չի արել։ Ես պարզապես զարմանում եմ, թե Փաշինյան Նիկոլը ոնց չի դատում Նիկոլ Փաշինյանին։ Դրանք պարզապես հակոտնյա երևույթներ են։ Սա է կատարվում եւ մենք այդ ստի մեջ, այդ կեղծիքի մեջ, այդ խաբեության մեջ ուզում ենք ինչ-որ լավ բան գտնել, չի լինում նման բան չկա, սիրելիներս, կապես չկա։ Կա մի բան, որ